Բարև ձեզ։ Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 92-րդ թիվը։ Մունզուր 2023-2025 թվականներուն ընթացքին Հայաստանեն մեկնած է 43875 արցախցի։ Արցախցիներն ունին իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը։ Արման Թաթոյան, Ռուբեն Սավրասյան 70 տարեկան։ Ինչ վիճակի մեջ է այժմ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Աջակցենք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության։ Միացեք մեր վետերաններուն։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 92-րդ թիվը։ Շաբիգին վրա պատկերված է Տոլմաբահջայի հիասքանչ դարպասը հայ ճարտարապետներու հանճարի շքեղ ժառանգությունը Պոսպորի ափերուն։ Նոր թիվին մեջ ընթերցողները կգնան ծանոթանալ շարք հետաքրքրական նյութերու։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի քննարկումները ՄԱԳ-ի մեջ ունեցած ներկայացման եւ մշակութային հարցերու շուրջ։ Ադրբեջանեն քանի կիլոմետր հեռու ապրող երեխաներու խաղաղության միակ փապակը։ Եթովպիո հայ համայնքի գոչը չմոռնալ սեփական ինքնությունը։ Գիլիգիո հայկական թագավորության 18 ամրոցներու պատմությունը։ Շաբաթաթերթը հասանելի է հայերենով, անգլերենով, ֆրանսերենով եւ թուրքերենով։ Մունզուրի Հովիտը Գերգարի Դերսիմի եւ Օվաջկի միջև հյուսիսին մինչև 3300 մետր բարձրացող Մունզուրի լեռները պաշտնված են Մերչան եւ Մունզուր քեդերու հովիտներով։ Դարածքը հայտարարված է ազգային բարդեզ իր հարուստ բնությամբ, քեդերով եւ աղբյուրներով, հազվագյուտ բուսատեսակներով եւ դեղական կենդանական աշխարհով։ Մունզուրի եւ Մերչանի քեդերուն մեջ կգտնվին դեղական հազվագյուտ իշխաններու տեսակներ, ինչպես նաեւ լեռնային այծերու երկու տեսակներ։ Մունզուրի հովիտը կնկատվի կարևոր դարածք զբոսաշրջության եւ բնության ուսումնասիրություններուն համար։ Այստեղ արձանագրված է 1518 բուսատեսակ։ Հովիտին մեջ կքերիշխեն գաղնիի դարբեր տեսակներ։ Քեդերու ափերուն կփուսնին խարն ծառատեսակներ։ Լեռներու բարձր եւ քարքարոտ լանջերը հիմնականորեն անդարազուրկ են։ Մունզուրի հովիտը բարենպաստ միջավայր մնե վայրի կենդանիներու համար։ Մունզուրի եւ Մերչանի քեդերու իշխան ցուգերը շրջանի համար կներկայացնեն կարևոր տնտեսական արժեք։ Մունզուրի աղբյուրներեն սկիզբ առնող մոտ 80 կիլոմետրանոց ջրային տարածքը կնկատվի տարածաշրջանի բնական հարստություններեն մեկը, որը պետք է պահպանվի։ Քայանե Մարգոսյան գքրե Օրեր առաջ հրապարակ.am-ը դեղեցություն տարածած էր այն մասին, թե վերջին ամիսներուն արցախցիներ զանգված ապար գերտան Ռուսաստան եւ գամավորակրվելով կմասնակցին ռուս-ուկրաինական պատերազմին համար ձևավորված գամավորական ջոկատներուն։ Նյութին մեջ նաև նշված էր, թե Հայաստանի ովևէ պետական մարմին իսկական հաշվառում անգամ չի կատարեր, թե այս ընթացքին քանի արցախցի մեկնած է Հայաստանին եւ քանին վերադարձած։ Փաստերու ստուգման հարթակը ուսումնասիրած է 2023-ի բռնի դեղահանութենեն յետք մինչև 2025-ի սեպտեմբեր 1-ը Հայաստանին մեկնած եւ վերադարձած արցախցիներու դվյալները ըստ տարիքային խումբերու, սերի, մեկնումի եւ վերադարձի երկիրներու։ Ըստ FIP.am-ի Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունեն հայտնած են, թե 2023-2025 թվականներուն ընթացքին Հայաստանեն մեկնած է 43875 արցախցի։ Անոնց մեկ 27920-ը հետագային վերադարձած են, իսկ 15955 քաղաքացի չվերադարձած։ Մեկնողներու եւ չվերադարձողներու ամենաբարձր թիվը գրանցված է 2024-ին։ 2025-ի առաջին 9 ամիսներուն չվերադարձողներու թիվը կազմած է 5549։ Հայաստանեն մեկնած արցախցիներեն ավելի քան կեսը արտագաղթի նպատակով ընտրած է հարևան Վրաստանը։ Արտագաղթի երկրորդ ուղղությունը եղած է Ռուսիո դաշնությունը։ Եթե դիտարկենք մեկնողներու եւ չվերադարձողներու թիվերը ըստ երկիրներու, ապա կստացվի, թե Վրաստանեն չվերադարձած 9247 արցախցի, Ռուսաստանեն 5720։ Արման Թաթոյան միասնության թևեր նախաձեռնության մեկնարկի առիթով հայտարարեց, թե իրենք չեն մոռնար անցյալի հանցագործությունները, մանավանդ այն, ինչ կատարված է ադրբեջանական քաղաքականության հետևանքով։ Ան ընդգծեց, որ ավելի քան 120,000 արցախցիներ ունին հայրենիք վերադառնալու միջազգային օրեն ջանցված իրավունք, որ հաստատված է Արդարադատության միջազգային դատարանի եւ ՄԱԳ-ի փաստաթուղթերուն մեջ։ Ան ավելցուց, որ ներկա իշխանությունը կշահագործի հարցը արցախցիներու վերադարձը հավասարեցնելով ադրբեջանցիներու վերադարձին, մինչդեռ վերջիններուն վերադարձը փակված է միջազգային դատարաններու որոշումներով։ Ակադեմիկոս Ռուբեն Սավրասյանը հայտնեց, թե լրացած է իր 70-ամյակը, շնորհակալություն հայտնելով բոլոր շնորհավորանքներուն համար։ Ան ընդգծեց, որ շարունակ աշխատի գիտության եւ գրթության ոլորտներուն մեջ։ Սեպտեմբերին սկսյալ Սավրասյան կդասավանդե նաեւ Երևանի Պետական համալսարանին մեջ, ղեկավարելով մագիստրոսական նոր ծրագիր, ցեղասպանության ուսումնասիրության համագարկի ձևավորումը, զարգացումը եւ արդի խնդիրները նյութով։ Ադրբեջանը գազմագերբած է հերթական արտասահմանցիներու քարոզչական այցը ուղղված Արցախի դարածներ։
Բաքվի մեջ տեղի ունեցած անհետ կորած անցանց հարցերով միջազգային համաժողովի մասնակիցները իրենց ուղևորությունը սկսած են հայաթափված Մարտակերտեն։ Ըստ հրապարակված տեղեկություններու, հոկտեմբեր 9-11-ը կայացած համաժողովի մասնակիցները այցելած են զանգվածային գերեզմանոցը, ուր ըստ ադրբեջանական կողմի բնդումներուն իբր գտնված են ավելի քան 10 ենթադրյալ ադրբեջանցի զինծառայողներու մնացորդներ։ Այնուհետև հյուրերը այցելած են հայաթափված Շուշի։ Ադրբեջանի լրատվամիջոցներով հրապարակված լուսանկարները կվկայեն, որ մասնակիցները այցելած են նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանցեցոց եկեղեցի։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմին ընթացքին 2020-ի հոկտեմբեր 8-ին եկեղեցին երկու անգամ թիրախային հրթիռագործության ենթարկված էր ադրբեջանական ուժերու կողմէ, այնուհետև ադրբեջանցիները հաներ էին եկեղեցիի գմբեթը։ Human Rights Watch կազմակերպությունը նաև զեկույց հրապարակած էր եկեղեցիի հրթիռագործության մասին, այն համարելով պատերազմական հանցագործություն։ Արևմտյան Հայաստանի կառավարությունը կհիշեցնե, որ բոլոր օտարերկրացիները, որոնք առանց Արևմտյան Հայաստանի իշխանություններու արտոնության մուտք կգործեն Արևմտյան Հայաստանի տարածք ներառյալ Արցախ, ուշ թե շուտ պատասխանատվության պիտի ենթարկվին Արևմտյան Հայաստանի իշխանություններուն կողմէ։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիտողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստակայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող քաղաքական եւ այլ փոխանցագությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բացատրող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը արձանագրած է իր կարևորագույն ցերկբերումներն մեկը թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահռչակման։ Մենք տապանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենակիցներ, ձեր աջակցությամբ մեր հերոստակայանի հնարավորությունները ալավելի կապրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Ֆրանսացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու միավորում։ Ձեր առաքելությունն է պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակին պահապանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն կունենան տարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն այն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն տեղեկություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենակիցներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։